Աշխարհացույց կրթական արտակի գործիքներից է կանոնը։ Կանոնը նախատեսված է քարտեզի վրա հեռավորություններ եւ մակերեսներ չափելու համար, ինչը շատ օգտակար է աշխարհագրական կամ պատմական վերլուծություններ անելիս։ Օրինակ, վերցնենք մեծ հայքի Վան քաղաքը եւ Սելևկյան տիրույթյան Սելևկիա քաղաքը եւ չափենք նրանց միջև եղած հեռավորությունը։ Եվ ահա քարտեզը չափելուց հետո տեսանք նրանց միջև եղած հեռավորությունը։ Ռայնոգրաֆիի մի մասնիկ է կազմում փինը։ Փին շատ կարևոր դեր է կատարում, ենթադրենք այս հատվածում տեղադրում ենք փինը, օրինակ այս դաշտում։ Ահա ստեղծել փինը այժմ մենք ստացել բեռնադիրը, օրինակ ենթադրենք այս վայրում գտնվում է Վանի թագավորությունը։ Ունենք Վանի թագավորություն, այնուհետև տալիս ենք նկարագրություն դասի, կարող ենք գրել օրինակ Վանի թագավորության մասին։ Ինքը իր մոտ տալիս է այս տեղի օրդինատները, բացի այդ մենք կարող ենք սահմանել ժամանակը, օրինակ ենթադրենք մեզ անհրաժեշտ է այստեղ ժամանակ չունենք, ենթադրենք կարող ենք տեղադրել նկարներ, սովորական նկարներ, լինկեր եւ այլ բաներ։ Այնուհետև տալիս ենք կարող ենք նաեւ ընտրել գույնը եւ օգտագործել տարբեր փիներ եւ տալիս ենք պահպանել։ Ահա նա պահպանեց, այնուհետև կարող ենք ելնել եւ ահա այնտեղ պահպանեց Վանի թագավորությունը։ Եկեք միասին կազմակերպենք ցուցադրություն Brainograph ծրագրով։ Ասեմ, որ այն շատ հետաքրքիր է եւ շատ կարեւոր։ Քանի որ Brainograph-ում ցուցադրությունը իր մեջ պարունակում է տեսանյութ, նկարներ, փիներ, սկրինշոթեր, տեղեկություններ եւ այլն։ Նաեւ ուզում եմ նշել, որ այստեղ չենք կարող աշխատել հեռախոսով, այլ համացանցով։ Օրինակ, իմ բացած այս ցուցադրությունը հենց կազմված է Brainograph ծրագրով, եւ մենք այժմ կանենք դրա նման ինչ-որ բան։ Եկեք ուզում եմ ասել, որ ուշադրությունը պետք է դարձնենք այս գործիքային կազմի վրա, որը գտնվում է այս ողջ էկրանին, բայց հիմնականում մեզ մոտ ուշադրությունը գրավում է այն բանի վրա, աջ եւ ձախ հատվածում, որը ունենք դինամիկ սկրինշոթ, բայց մենք աշխատենք ձախ հատվածի ցուցադրություններ բաժնում, այստեղ տեսնում ենք մեր վերջի ցուցադրությունները, ինչպես նաեւ այս 4 վանդակի սեղներով նույնպես։ Այս պլյուսի նշանով մենք այժմ կստեղծենք նոր ցուցադրություն, գրում ենք անվանում, օրինակ, ես որոշել եմ, որ իմ ցուցադրությունը պետք է լինի Տիգրան Մեծի վերաբերյալ։ Որից հետո մենք պետք է գրենք նախաբան, ասեմ, որ նախաբանը չպետք է գերազանցի 500 նիշը, օրինակ ես կարող եմ համացանցից կամ ինչ-որ տեղից գտնել տեղեկություն եւ ես օգտվում եմ համացանցից գրելով տեղեկություն Տիգրան Մեծի մասին։ Այժմ իմ տեղեկությունը կտեղադրեմ նախաբան հատվածում եւ ինձ մոտ մի փոքր ավել է, որը ես պետք է կրճատեմ, որպեսզի վերեմ ստանդարտ չափերի, այսինքն որը պետք է լինի 500 նիշը։ Եթե 500 նիշից պակաս է, թույլատրելի է։ Այժմ հիմնական նկարը այն նկարն է, որը որ երբ որ մենք մտնենք այդ նկար, մեզ այդ ցուցադրություն հիմնականում առաջին հերթին է ցուցադրելու։ Նկարը եւս կարող ենք ինչ-որ տեղից վերցնել, ես օգտվում եմ համացանցից ներբեռնում ենք նկարը, որը որ մեզ ավելի հարմար է։ Նկարը ներբեռնելուց հետո մենք մտնում ենք հիմնական նկար բաժինը եւ ընտրում այդ նկարը, որը որ մեզ ավելի հարմար է։ Այժմ մենք պետք է սահմանենք վայրկյան, այսինքն ինչքան ժամանակահատված փոխի մեր նկարը։ Եվ դրեցինք 15 վայրկյան եւ տալիս եմ ստեղծել։ Ստեղծելուց հետո այն ամբողջովին պահպանվում է։ Այժմ, եթե մենք ուզում ենք փոխել նկարը, կարող ենք ինչ-որ այլ նկար քաշել, պահպանել, օրինակ մեզ դուր չի եկել նկարը եւ ուզում ենք փոխել այն, մեկ այլ նկար ենք պահպանում եւ մյուս նկարի փոխարեն նորից դնում ենք տակի նշանի միջոցով եւ այն փոփոխվում է։ Կարող ենք հետ դնել նկարը, կարող ենք նորից նույն նկարը վերականգնել, այսինքն այն, ինչը որ մենք ցանկանում ենք։ Այժմ ստեղծելուց հետո այն պահպանում է։ Եթե վերում է պահպանվածը, պահպանվում է։ Ցուցադրություններ բաժնում կտեսնենք մեր ցուցադրությունը։ Այստեղ ունենք ավելացնելու մեջ կարող ենք ավելացնել մի շարք բաներ, ինչպիսիք է տեքստը։ Տեքստը արդեն կարող ենք ավելացնել ավելի շատ քան նախաբաններ, բայց նույնպես ունի չափ, որ չպետք է գերազանցի 5000 նիշն է։ Այժմ կտեղադրենք մեր տեքստը։ Տեքստը տեղադրելուց հետո սեղմում ենք ավելացնել նշանի վրա, որը պահպանվում է, այստեղ ունենք մի փոքր ավելացումներ, դրանք էլ ենք ջնջում, որպեսզի նորից գա իր ճիշտ տեսքին։ Այժմ մի փոքր մաքրենք։ Վերջ, մենք հասանք այն չափին, որը մեզ անհրաժեշտ էր, ավելացնել ենք տալիս, այժմ կարող ենք ավելացնել մեծ համար ինչ-որ նկար։
էլի այդ նկարը դնում ենք, այն նկարը, որը որ մենք ենք գտնել, որը որ մեզ համար ավելի հարմար է ու կարող ենք տալ խմբագրել, խմբագրելի մեջ կարող ենք գրել տեղեկություն, օրինակ ես այս նկարում կարող եմ գրել, որ այս նկարը Տիգրան մետաղադրամի մասին է, կարող եմ շատ երկար խոսել դրա մասին եւ կարող եմ ուղղակի կարճ հակերճ ներկայացնել։ Բացի սրանից մենք կարող ենք էլի բաներ ներկայացնել, օրինակ դրան եթե ուզում ենք ավելացնել, տալիս ենք նորից ավելացնել նշանը եւ կտեղադրեմ հղում։ Հղումը տեղադրելու համար մենք կարող ենք տեղադրել ինչ-որ տեսանյութ, որ կարող է խոսել այդ թեմայի վերաբերյալ։ Օրինակ, այժմ ես կպահպանեմ Տիգրան մեծի տեղեկությունը եւ Տիգրան մեծի մասին տեսանյութը եւ իր հղումը կտեղադրեմ այդտեղ։ Պահպանում ենք հղումը եւ հղումը պահպանելուց հետո հղումը տեղադրում ենք նորից այդ մեր ցուցադրության մեջ։ Պրայնոգրաֆ մուտք գործելու համար պետք է մտնենք Google կամ Chrome որոնողական ծրագրերը։ Այնուհետև որոնման դաշտում գրում ենք պրայնոգրաֆ եւ մուտք ենք գործում։ Այնուհետև կբացի մեզ մոտ պատուհան, որտեղ գրված կլինի առարկան, ենթադրենք առարկան մեզ մոտ հայոց պատմությունն է, դասարանը 7-րդ, թեման Վանի թագավորությունը եւ դասը Վանի թագավորության ձևավորումը։ Պրայնոգրաֆը ունի յուրահատուկ ծրագիր, որը արհեստական բանականություն է, որը կազմում է թեմայի վերաբերյալ, այս դեպքում Վանի թագավորության վերաբերյալ ցանկացած հարց եւ օրինակ, երբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Այնուհետև ուղարկում ենք արհեստական բանականությանը եւ նա վայրկյանների ընթացքում տալիս է հարցի պատասխան։ Այս դեպքում նա կտա հեշտ եւ կարճ պատասխան։ Նա գրեց մեզ մոտ պատասխան եւ ասել է Վանի թագավորությունը ստեղծվել է Քրիստոսից առաջ 11-րդ դարում 80-ից 70-ական թվականներին։ Բացի այդ, արհեստական բանականությունը ունի իր մեջ այնպիսի թեստեր, որոնք կապված են հարցի հետ։ Օրինակ, հարցը կարող ենք պատասխանել, օրինակ, ենթադրենք սա, եւ մենք ճիշտ պատասխանեցինք, բայց մոտ ցույց հետում է, որտեղ ճիշտ է, կանաչով նշված է։ Կարող ենք տալ մեկնաբանել հարցին եւ ենթադրենք արդյոք հաջորդը։ Ենթադրենք սա սխալ է պատասխանում։ Նա սխալ է ինտերպրետացիայով, իսկ ճիշտը կանաչով։ Այսպիսով շատ հարմար է օգտագործել պրայնոգրաֆի մեջ եղած աշխարհացույցի շնորհիվ եղած արհեստական բանականությունը։